եք կարծում 3 տարի առաջ վարչապետի Ավտոշարասյան կողմից վրայի երթի ենթարկված հղի Սոնա Մնացականյանին ինչ որ մեկը զգուշացրել էր, որ չի կարելի փողոցը անցնել։ Գիտեք ինչ, ամենաառաջինը ինքը պետք է, ինքն էլ իր հերթին պետք է ուժադիր լինել։ Բայց վարչապետի Ավտոշարասյան անցնելու ժամանակ ոստիկանները փակում են ամբողջ ճանապարհը։ Բա ո՞նց հաստացել, որ տենց հաստացվել։ Ինչու ոստիկանը չի զգուշացել, որ չի կարելի։ Ինչ ասա։ Չեմ կարող պատասխան։ Չեն զգուշացել։ Չեմ կարող ասեմ։ Չեմ կարող ասեմ։ Արդյոք ոստիկանությունը երբ փակում է ճանապարհը չի զգուշացնում։ Այդ դրանց օրենքները չգիտեմ, ես էլ ինձ չի որ բան։ Ճիշտն ասած չգիտեմ, ինֆորմացված չեմ, ոչ մի բանով չեմ կարող եւ նասել եւ նասել։ Բայց կարծիքով երբ որ վարչապետի Ավտոշարասյանը ասում է ոստիկանները չեն փակում ճանապարհը, չպետք է զգուշացնել, որ չի կարելի։ Չգիտեմ, օրենքից տեղյակ չեմ կարող ասեմ, կներեք։ Ոնց չգիտեմ, ոչ չեմ կարող ասել։ Ոստիկանությունը փակում է ճանապարհը, չպետք է հետիոտներին ներել։ Հա, բա իհարկե պետք է զգուշացնել։ Անպայման։ Այդտեղ հետիոտը ինձ թվում է մեղք չունի։ Կներեք, ես շատ ապոլիտիկ մարդ եմ, կարելի է, ես շատ վազմուշյոն եմ նման արարքի համար, բայց պոլիտիկայից շատ հեռու եմ։ Իհարկե շատ ահավոր արարք էր եւ պիտի պատասխանեն այդ արարքի համար, անպայման։ Ճիշտն ասած, տենց իրազեկ չեմ կարող ասել, որ զգուշացրել են թե չէ, բայց կարծում եմ իրենք շարասյունով որ գալիս են աղմուկով են գալիս, ամեն դեպքում պետք է անցնողն էլ ուշադիր լինի, էլի։ Բայց ոստիկանությունը չի փակում ճանապարհը, չպետք է արգելեր հետիոտներին անցնել։ Իրականում պետք է արգելել, պետք է նախապես ճանապարհը փակվել, շատ ցավոտ դեպք է իրականացվել, որի համար պետք է լավ հետաքննություն արվի եւ պարզեն թե մեղավորությունը ումն է եւ բնականաբար արդեն ըստ այդմ կատարվի համապատասխան վարույթ։ Նախ ասեմ առաջվա իշխանություններից ես գոհ չեմ, բայց իրանք այդ կանոնները միշտ պահել են, էլի որ ինչ որ անցելաշարասյունը իրանք նախապես փակել են ճանապարհները, որ մարդիկ չերթևեկեն։ Դե պետքա ոստիկանությունը աներ, բայց ես դա շատ ոնց ասեմ, շատ վատ եմ ընդունում։ Չգիտեմ, դա նորմալ երևույթ չէ, իսկ եթե շարասյունի մեջի մարդը մի քիչ ազգի ու մարդու մասին մտածեր, որ զրոյական չլիներ մարդու կյանքի այդ մարդու մասին, ինքը պետք է այդ ամեն ինչը թողեր ու իջներ հետաքրքրվել ինչ է եղել։ Վերջապես այդ մարդիկ են ընտրել իրան, որը որ հիմա դժգոհ են։ Պիտի ինքը իմանար, որ չի կարելի անցնել, բայց դե ամեն դեպքում այդ վարչապետի այդ ամբողջ քաղաքը շատ մեծ սխալագործել։ Բայց ոստիկանները այդ ժամանակ փակում են ճանապարհը ու հետներին զգուշացնում որ չանցնեն, բայց չեն անել։ Հղիկին է մահացել, թող պատժվեն մեղավորները, ես մանրամասնությունները չգիտեմ։ Ամեն դեպքում ոչ մեկը իր առավելություն չունի, առավել եւս վարչապետը, որ ասում է ես ձեզանից մեկն եմ, դուք ինձանից մեկն եք։ Ամեն դեպքում իր այդ ամբողջ քաղաքի արածը շատ մեծ հանցագործություն է, այդքան բան։ Ցավալի բան ասացիք։ Մի իժացրեք։ Այսօր ինչքան գիտեմ ժամը 6-ին պետք է հավաքվեն այնտեղ, գիտեմ։ Ես Սոնայի ընտանիքի առաջ խոնարհվում եմ։ Ներողություն եմ խնդրում, որ իմ երկիրը այս վիճակի մեջ է։ Հիմա ինչ ասեմ։ Իշխանությունների հաշվով ասեմ, բեսպրիձել։ Օրենքները սա խախտած, ոչ մի օրենքներ չեն պաշտպանում ու տենց գնում են։ Թքած ունեն ամեն ինչի վրա, Հայաստանի վրա թքած ունեն։ Ես չգիտեմ, զգուշացրել են թե չէ, բայց այդ դեպքը շատ վատ է։ Իշում ես այդ ժամանակ ինքը գնում էր Կարմիր լույսի տակ կայանում էր բանի, մի ինչու չէ այդպես արա, չգիտեմ։ Ուրեմն ինքը իրան հասնում է մեծ տուժ։ Մեուրա մեր դատախազությունը բան չի գործում։ Լիքը բաներ անում, որը անօրինական է, ինչ ասեմ։ Բայց երբ որ ոստիկանությունը փակում է ճանապարհը վարչապետի Ավտոշարասյան անցնելու ժամանակ, չպետք է նաև հետիոտներին։ Այո, պետք է, պետք է ամենաանվտանգ կանոնները լավ պաշտպանեն, բայց դա որ չեն անում ինչ։ Ասեք, ոչ մեր ոստիկանությունները ոչ պրոֆեսիոնալ են, որ դից են հավաքել, ֆորմեն հացնում են, գիտեն հետ դրանով է։ Այդպես չի։ Լիքը բան կա, որ ինչ ասեմ։ Պետք է
ղեկավարությունը փոխեն այս կազմը, այսի չգիտեմ որից բերեցին մեր գլխին դրեցին ու լրի որ օրենքով ամեն ինչը գործի։ Բայց ես շատ գիտեմ զգուշացրել թե չէ, ես դե չեմ եղել զգուշացնել։ Բայց ոստիկանությունը որ փակում է ճանապարհը, չպետք է հետիոտներին զգուշացնի, որ չանցնեն։ Դե բարձ չի որ դες պտաղոլի։ Բարձա որ դες պտաղոլի։ Ճիշտ եմ ասում, բայց պետք է հետիոտին զգուշացնի, որպեսզի ճանապարհ ավտոներ անցնեն, սովորական էլ այստեղ հիմի որ մատ երթևեկություն ալնում այստեղ, այ ինսպեկտորը կայմա մեջտեղ կայնում ասվասա բոլորին զգուշացնում որ կանգնեն։ Բայց դրանց բան գործնի չէ, պետք է զգուշացնել։ Տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Լեո Պարոնյան խաչմերուկում վրա երթի ենթարկեց հղի կնոջը Սոնա Մնացականյանին, ով տեղափոխվեց Նայիրի բժշկական կենտրոն, սակայն նրա եւ երեխայի կյանքը փրկել չհաջողվեց։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, ինչ եք կարծում, որևէ մեկը Սոնա Մնացականյանին զգուշացրել էր, որ այդ պահին չի կարելի փողոց անցնել, թե ոչ։